Երեք եկեղեցու բակում կանգնած է եւ մի լրագրող մոտեցավ ինձ, սկսեց հարցեր տալ, կամ շուտ հարցեր չէ, սկսեց քաղաքական ելույթ ունենալ իմ առջև կանգնած, համարելով, որ ինքը զբաղվում է լրագրությամբ։ Դե գիտեք, իրենց այդ ոճով, չգիտեմ, հակաեկեղեցական արշավ է կանում, Փաշազադեի հրահանգ, թուրք-ադրբեջանական եսիմինչ եւ այլն եւ այլն։ Հարցերին իմացի, պատասխանեցի, հետո ես իրեն հարց տվեցի, հարցրեցի իր ձեր լրատվամիջոցը ով է ֆինանսավորում։ Եվ այս հարցը մի 5 անգամ կրկնեցի, ինքն էլ մի 5 անգամ չպատասխանեց։ Հետո այսօր որոշեցի տեսնեմ էլի այդ լրատվամիջոցը ոնց է դրել այդ ռեպորտաժը եւ բացեցի տեսնեմ ով զարմանք։ Իրենց այդ ռեպորտաժից այդ հատվածը, որտեղ ես իրենց հարցնում եմ ով է ֆինանսավորում իր լրատվամիջոցը եւ որտեղ ինքը դրան չի պատասխանում, գտել են ուղղակի այդ մասը, գտել եւ հանել են։ Եվ ցավոք ես կարծում եմ մեր լրատվամիջոցների մի մեծ հատված է այսպես վերաբերվում իրենց գործին եւ իրենց կոչմանը, իրանք համարում են, որ իրենք կարող են էթիկայի լիակատար բացակայությամբ մոտենալ տարգբեր մարդկանց առաջ տարբեր ելույթներ ունենալ, բայց իրենք պարտավոր չեն հաշվետու լինել եւ մարդիկ պարտավոր չեն իմանալ իրենց ով է ֆինանսավորում եւ կամ իրենց ով է ուղարկում այդտեղ իրենց ելույթներ ունենալ։ Բայց պետք է հիասթափեցնեմ իրենք պարտավոր են բաց եւ թափանցիկ լինել հանրության առաջ եւ իրենք կլինեն։ Մենք դրա մասին հոգ կտանենք։